Բայց հարգելի հայրենակիցներ, ես Ամլետ Ներսյանն եմ, այսօր մենք շարունակում ենք մեր կիսատ թողած թեման պարոն Արմեն Խանջյանի հետ։ Անցյալ շաբաթ մենք խոսեցինք հին քաղաքակրթությունների մասին, հատկապես հայկական հին քաղաքակրթության մասին, եւ ձեզ խոստացանք այսօր արձաբանել, թե ով է հայկը։ Ուրեմն հարցը դրվեց այսպես. ով է հայկը, հայկը եղել է մեր նահապետը, եղել է զորավար, եղել է ազգի առաջնորդ, եղել է Աստված, թե եղել է տիեզերական ինչ-որ մի համակարգի նշան։ Եվ այսպես, պարոն Խանջյան, շնորհակալություն, որ չմեջեցիք եկաք, նախ նշեմ սելայնակիցներ, պարոն Խանջյանը տանը հանգստանալու փոխարեն այսօր 1 ժամ ճանապարհ է կտրել, եկել է մեզ մոտ, որպեսզի այս թեման շարունակի, դրա համար հատկապես շնորհակալ եմ ձեզ, պարոն Խանջյան։ Խնդրեմ Համլետ։ Խնդրեմ շարունակենք մեր այսօրվա թեման, ես գիտեմ, որ շատ եք սիրում։ Նայողներին սա թե որոշ հետաքրքրություն է տալիս եւ թե նաեւ գիտություն։ Ուրեմն ինչպես անցյալ անգամ խոսեցինք, աշխարհի ամենահին երաժշտական նոթագրության վերաբերյալ էր, որտեղ նվագեցինք ուրեմն 1400 թվականի սեպագիր արձանագրությանը պրոֆեսոր Ան Քիլմերի կողմից վերցանված եւ նաեւ այդտեղի սեպագիրների վերցանումը քուրիական, որ նորից հայերեն է նշանակում, հայերեն վերցանումը Վարուժ Նեսեսյանի կողմից։ Հիմա շարունակենք ուրեմն հայկի պատմությունը, դա մի դրվագ էր միայն, մի արձանագրություն։ Եվ դա կարևորն է, որ դա պատմական արձանագրություն էր, սեպագրի կղմինդրի վրա արձանագրված։ Հիմա ինչպես հիշում եք, ձեր ազգական պարոն Հովիկ Ներսիսյանը միշտ շեշտում էր, ասում էր, ես հավատում եմ միայն այն փաստին, որը քարի վրա է գրված։ Սա քարի վրա է գրված այդ երգը։ Քարի վրա գրված, պղինձի վրա փորագրված։ Հիմա ուրեմն առաջի նկարը եթե ցույց տաք, Սպազապես անցնեմ վրա, ասես մեր վերնագիրն է։ Հայկ նահապետ հայոց։ Արդյոք հայկի պատմությունը ավանդություն էր, առասպել էր, թե պատմական իրականություն էր։ Հայկը արդյոք մի ռազմիկ անձ էր, Բաբելոնի տիտաներից էր, եւ կամ թե ազգային աստված։ Ուրեմն Հարակ պիտի երթանք, որտեղ բավական խոսելիք ունենք եւ ներողամիտ լինեն նայողները եւ լսողները, որ անփոփոխին չկարողանան բացատրություններ տալ ամեն նկարի, ամեն մեկ դրվագի վերաբերյալ։ Բայց այնպես որպեսզի հետ չմնամ, ես տամ իմ եզրակացությունը, իմ ուսումնասիրության վրա։ Նախ ուրեմն հիմնված այս ավանդությունների վրա Հարասպելների և պատմական փաստերի վրա ես կարող եմ ասել, որ հայկ անձը գոյություն ունեցեր, բայց թե երբ, որ դարին, այդ շատ դժվար ասել։ Ինչ-որ տվյալներ ցույց են տալիս, երբ որ հայկը արդեն համաստեղության մի մաս են կազմել հայոց բանի մեջ, հիշողության մեջ, դա նշանակում է շատ հին ժամանակներից է։ Այն ժամանակներից, որ հայ գիտնականները զբաղվում էին աստղագիտությամբ, որը մեզ տանում է 7-8 տարի մեր թվականից առաջ։ Ուրեմն հայկը ես եմ ընդունում, վստահ որ ուրիշներ այս բանը անպայման չեն ընդունի, անձ էր, ռազմիկ էր եւ հայոց ազատարարն էր։ Այն էր, որ հիմնադրեց հայ Արարատյան ազատությունը այդ ժողովրդի, որ իր անունով կոչվեց հայ եւ այդ շրջանը կոչվեց հայկ։ Քյով, որը հոգնակի ածանց է։ Շատ հայ էր։ Ուրեմն հայկի անունը ժողովուրդը ուզեցել է հավերժացնի։ Եվ ինչպես է հավերժացրել։ Նախ իր անունը տարերը միացրել է ներքնային երևույթներին, համաստեղության, որը դրա մասին խոսենք։ Ժամանակի ընթացքին դարձել է մեր հին հայկական եւ ավելի շուտ Վանյան թագավորության բարձրագույն աստվածը Խալդին։ Ժայռերի վրա իր փորագրությունը կա, իր պատկերով որպես որսորդ ցուլի դեմ կրվող, սա 5000 տարվա քարի վրա արձանագրված է։
Այո։ Ուրեմն 5000 տարի արդեն հայը ճանաչում էր հայկին որպես որսորդ, որպես կրվող ցուլի դեմ։ Անգլերեն ինչպես մանենք բուլ է։ Եվ շատեր որոշ գիտնականներ համեմատում բուլ եւ բել բառը եւ ասում թե այդ բուլ ասվածը իսկապես բելն է եղել։ Այո։ Հիմա դրամասի չենք կարող շատ մանրամասն բացի ժայռերի փորագրությունների վրայով ունեցել ենք նաեւ տասնյակ հարյուրավոր պղնձի վրա արձանագրություններ հայկի նկարներով ուրարտու չասեմ արարատյան վանյան արձանագրություններ ուր հիշվում է խալդի որ մեր հայկ ասվածն է անունը եւ ուրեմն հայկը ասպես ասած մարմնացումն է ընդհանուր մարդ ռազմիկի հայկ ռազմիկ անձի երկնային համաստեղծությունների եւ պատմական իրողությունների հիմքի վրա ուրեմն հայկը գոյություն ունեցել աստվածացել է մեր մոտ քրիստոնեությունից հետո դժբախտաբար մեր հին աստվածները մոռացվում են եւ տրանստերն են բռնում քրիստոնեական աստվածները հիմա թող չներվեն երբ որ ասում եմ քրիստոնեական աստվածներ որ հին կտակարանը մի աստված չի ավատում հին կտակարանը բազմաթիվ աստվածներ ունի եւ քրիստոնեությունը որ հիմնված է հին կտակարանի վրա ուրեմն պետք է ընդունի նաեւ հին աստվածները ամենից թողոչ տվավ երբ որ ասում ենք հայ դիցուհիներ կամ քրիստոնեական կամ հրեական աստվածներ խոսքը մեկ արարիչ Աստծո մասին չէ խոսքը մի քանի պաշտամունքային երևույթների մասին է որոնց անվանում ենք Աստված այո այսինքն Անահիտ կամ Վահագն կամ այս կամ են նրանք բոլորը աստվածություններ են որոնք պաշտվել են բայց դրանք արարիչ Աստվածը չեն այն միակը այո անցած առաջ այս աստվածները կամ դիցերությունները ներկայացրել են այն մեր հին ժամանակվա հասկացողությամբ Աստծո արարիչի մեր բառը բամնասիրուն բառը արարիչն է արարիչի տարբեր հատկությունների վրա օրինակ կայծակը իր աստված է ունեցել ջուրը իր աստվածն է ունեցել ուրեմն մյուս նկարը պատղաբերությունը մյուս աստվածը եւ այլն այո մյուս նկարը եթե կարգաստանց մեկ հետ երթաս մեկ էլ անցնես չէ անհայություն առաջ երթաս սա Բաբելոնի աշտարակի նկարն է եւ եթե 5 տակարը ուսումնասիրեք ուրեմն աստվածաշնչի գիրք ծննդոցի մեջ գրում է եւ բոլոր երկրի լեզուն մեկ ու խոսվածքը մեկ եղավ ու եղավ որ երբ արևելքեն քչվեին արևելքը հիշանակ նշանակվել Հայաստանը եւ ուրեմն սուպիկին աժրվայ ժողովուրդները մի լեզուն մեկ լեզուն ինչպես անցյալները խոսեցինք այդ մարդկային ամենահին լեզուն որը կոչվում է անգլերենով նոստրադիկ լեզուն մայ լեզուն հիմա գտնում եմ որ հին հայերենն է ուրեմն աստվածաշունչը փաստում է այն բանը որ Բաբելոնի աշտարակի պատմությունը կապված է հայ ժողովրդի հետ որոնք իջեր էին հարավից ներողություն հյուսիս արևելքից եւ այս աշտարակի շինության ժամանակ Յակեսան նորից ըստ 5 տակարանին է կային հսկաներ որ մենք ասում ենք տիտաններ այդ տիտանների մեջը կար բելը որ փորձում է որ մյուս ամբողջ տիտաններին իրեն հնազանդացնի իրեն եւ մեկը որ համասակում է բել ամենազորավոր տիտանի դեմ դուրս կա հայկն է լինում որ ինչպես մեր պատմագիրները պատմում են արդեն հայկը Արարատից էր իջեր իր ընտանիքով ուրեմն հայկը վերցնում է իր ընտանիքը մոտ 300 հոգի եւ վերադառնում են Հայաստան Արարատ երկիրը բելը չի հանդուրժում որ որևէ մեկ տիտան իրեն չհնազանդի ուրեմն հարձակվում է Հայաստանի վրա եւ բելի դեմ պատերազմ անում այդ ժամանակ բելը եւ հայկը մենամարտ են ունենում եւ մենամարտի մեջ ուրեմն հայկը նետահար է անում բելին այսով սկսում է Հայաստանի ժողովրդի եւ Հայաստան երկրի ազատագրումը հիմա մեկ հատ ուրեմն սա բիբլիական պատմությունն է տիտանների հիմա եթե կարելի մի հատ առաջ երթաս այն նկարը որ հայկի նկարն էր
մեկ հատ առաջ նկար չէ մեկ հատ ավելի առաջ դրանից առաջվանը չէ առաջ ոչ թե նելություն սխալ եմ ասում կներեք հետ գնացեք սա մեր ավանդական պատմությունն է Հայկի եւ Բելի Հայկը որպես տիտան լավ ռազմիկ նետածիկ ուրեմն Արարատի դաշտի վրա կռվում է Բելի հետ եւ Բելին սպանում եւ այս պատմությունը իհարկե տալիս է մեզի Մովսես Խորենացին ուրիշ տեղ չկա Մովսես Խորենացին որպես լավ քրիստոնյա ուրեմն Հայկի պատմությունը կապում է նորից Սուրբ Գրքի հետ ուրեմն այսպես որ Սուրբ Գրքի մեջ Նոյը ունենում է մի զավակ տղա անունը Ջաֆեթ որ մեր հապետոսյանն է որ արիացիների նախահայրն է հապետը ունենում է մի ուրիշ տղա անունը Գոմեր ունենում է մի ուրիշ տղա անուն Թորգոմ եւ Մովսես Խորենացին մեզի շատ անգամ գործում է որպես հայի փոխարեն ասում է Թորգոմյան ցեղ եւ Թորգոմ ունենում է մի զավակ որ լինում է Հայկը ես Հայկը իհարկե ունենում է իր տղաներն ու զավակները աղջիկները եւ սանկեֆորուսում ունենք տեսնում ենք Հայկի զավակները ամենը մեր վանյան թագավորների գրեթե նույն թագավորների անուններն ինչպես Արամե եւ այլն կրկնում են չէ՞ ուրեմն ինչպես Մովսեսը ուրեմն ինքն ասում է գրքի մեջ որ իր շրջակա ժողովուրդների արսանագրությունների մեջ է գտել հայոց պատմությունը որտեղ հայոց պատմությունը ի ժամանակ չկար Քրիստոնեի եկեղեցին ամբողջովին քարոքան դերարե փչացրել էր հայկական մագաղատները եկեղեցիները որ Մովսես Խորենացին իր պատմությունը գրել է 5-րդ դարում իսկ 320-30-ական թվականից սկսած արդեն մեզ մոտ ոչինչ չէր մնացել հայոց ուրեմն Մովսես Խորենացին կապում է հայկի պատմությունը որպես քրիստոնյա թե Նոյի հետ եւ թե Բաբելոնի աշտարակի հետ ուրեմն սա լինում է հիմքը մեր ամբողջ ժամանակների ընթացքին Հայկի պատմության հետ որ Հայկը տիտան էր եւ այդ տիտանն էր որ կռվեց Բել մեծագույն տիտանի դեմ հաղթեց նրան եւ ստեղծեց Հայաստանը հիմա այն ասեմ որ հին հայկական տոմարը ունի 12 ամիս 12 ամիսը 30-ական օրերից են բաղկացած հավելյալ 5 օրը ամեն ամիս ունի իր անունը որոնք Հայկի դստերի եւ ուստերի անուններն են ուրեմն հայ ժողովուրդը իր նույնիսկ ամիսների օրերի տալիս է Հայկի զավակների անունները իհարկե ամեն օր նորից մեր հին տոմարի մեջ ունենք իր անունը ունի ինչպես ամեն ժամ իր անունը ունի սա ընդհանուր կոչվում է հայկաշրջան կամ հայկական շրջան եւ բուն թվականը ընդունվում է մեր հին մատանագիրների կողմից պատմագետների կողմից որպես 2492 թվականը մեզանից առաջ այսինքն 492 տարի առաջ կամ այսօրվանով մոտ 4500 տարի առաջ ըստ այդ տվյալներին Հայկը հիմք է դրել Հայաստանի իշխանության Չմոռանամ շեշտել պարոն Խանջյան որ սա ընդունված է այսօր համարյա բոլոր պատմաբանների եւ պատմագիրների կողմից 4500 թվական ընդունված է բոլորի կողմից մյուս նկարը ուրեմն ինչպես հայ ժողովուրդը իր Հայկին այնքան է պաշտել, այնքան է բարձրացրել, ուրեմն նրան տեղավորել է աստղերի մեջ։ Այս նկարի մեջ տեսնում եք ձախ կողմը քառակուսի մեջ Օրիոն համաստեղությունը։ Օրիոնը հույներն են անվանել Օրիոն, այդ հույների բառերով Օրիոն է եւ հունական 5 տակարանի մեջ որ հունարեն էր։ Այդ համաստեղությունը կոչվում է Օրիոն։ Եվ Օրիոնի մեջ եթե տեսնեք ունի բանի որսորդի դեմքը, դիրքը, աղեղը եւ 3 գոտիները։
մեր ավանդությունների մեջ այդ հայկի երեք գոտիները եղել են իր զենքի գոտիները, որտեղից անպայման կախերը, սուրը եւ այլն, մուրճը եւ ուրիշ գործիքներ։ Իսկ եթե նայեք հին եգիպտական կիզայի մեջի երեք բուրգերը, այն երեք բուրգերն էլ շարված են նորից նույն ձևով, մեծ բուրգը, երկրորդ բուրգը եւ երրորդ բուրգը տեղված մեկ ինչ վերև, մեկ շարքի վրա չէ, նույն ինչպես Օրիոնի գոտի երեք աստղերն են։ Երեք արևները։ Այո, ուրեմն ինչ արել հայ ժողովուրդը։ Ուրեմն երբ որ ժամանակը եկել է Սուրբ Երկրը հունարենից թարգմանելու հայերենի 451 թվականներին, ուրեմն Օրիոն բառը նրա ժամանակը հայ գիտականների թարգմանիչները փոխել են հայկի, չեն գործածել Օրիոն բառը հունարենի։ Եվ ասել երեք տեղ կա, որ Օրիոնը հիշվում է 5 տակարանի մեջ։ Մեկը Հոբայի մեջ է, որ ասում է բազմաստեղծին կապել կրնաց կապել, կամ հայկին կապել կրնաց քակել, հայկն է բառն է գործածվում 5 տակարանի մեջ, հայ տակարանը։ Ուրեմն հունարեն տարբերակը գալիս է 5 տակարանը գրվելուց ավելի ուշ։ Այո, իհարկե, բայց հայոց համար հայկը արդեն գոյություն ունե երկար ժամանակներ առաջ։ Այո, մյուս տողն է, որ ասում է նորից Հոբայի մեջ է, ասում է անիկա արավ արջը հայկն ու բազմաստեղծն ու հարավային շտեմարանները, նորից Օրիոն բառը հունական կտակարանից թարգմանվում է հայերենի որպես հայկ։ Երրորդը Ամոսյան է, Ամոսյանի մեջ է գրված։ Փնձեցեք Զանիկա, որ բազմաստեղծը ու հայկը շինեց։ Նորից հայկն է հիշվում որպես Օրիոնի փոխարեն։ Որովհետև հայկ ավելի առաջ էր, որովհետև Օրիոնը հետագայում թարգմանեցին նույնները իրենց լեզվով։ Շատ լավ։ Պարոն Խանջյան, մենք պարտավոր ենք գնալ Կարճատև դադարի, սել այդնակիցներ խնդրում մնացեք մեզ հետ, շատ շուտով վերադառնանք եւ շարունակենք։ Բարեկամներ, մենք վերադարձանք, իմ այսօրվա հյուրն է պարոն Արմեն Խանջյանը, խոսում ենք հայկի մասին, որպես նահապետ եւ տիեզերական համաստեղություն։ Հասանք տիեզերքին։ Հասանք հիմա մյուս նկարին, որ ցույց է տալիս հայկի եւ ցուլի մենամարտը 5000 տարվա սա ժայռապատկեր է։ Ժայռապատկեր, այո։ Ավելի 15000 տարի առաջ մեր հայկական լեռների վրա արձանագրություններ կան կենդանիների, եղնիկների, մարտի, որսորդների, ամեն տեսակ կենդանություն, որ ծառերի որ գոյություն ունեցան Հայաստանում, ժայռերի վրա արձանագրել էին մեր հին նախնիները 15000 տարի առաջ։ Սա մոտավորապես 5000 տարվա առաջվա ժայռապատկեր է։ Այս ժայռապատկերի մեջ, որ հիմա ներկայիս երբ որ խոսում ենք աստղագիտության մասին, այդտեղ միշտ կտեսնենք, որ ցուլը նկարը գրվում է ինչ-որ մեկ որսորդի հետ։ Սացի ծաղկոմին նկարն է։ Եվ ինչպես մինչև ներկայս ասեցի, սա որսորդի գաղափարը կրվում է ցուլի հետ, իհարկե սա դարաշրջանների նկարներն են, որ վերածվել են մարդկային եւ կենդանիների կերպարանքների։ Իսկ այդ ժայռապատկերների մեջ ուրեմն ունենք մի նկար, որ ցույց է տալիս աջ կողմը մի անձ, որ արջերքի գուզ կամ ինչ որ զենք ունեցել չկա, հիմա անգած է, վահան ձեռքին եւ մենամարտում է ցուլի հետ։ Սա մեր հայկն է, պարզապես սա մեր հայկն է, ունենք նաև մեր ուրիշ ասվածների նկարները, ինչպես վիշապի հետ պայքարը։ Ուրեմն հայկի համաստեղությունը պայքարում է ցուլի համաստեղության դեմ։ Ցուլի համաստեղության դեմ, այո, եւ սա արձանագրված է 5000 տարի առաջվա Այդ ժայռապատկերը, որ դուք ցույց տվեցիք, գտնվում է Գեղամալերում, Երևանից դեպի հյուսիս-արևելք, այսօրվա Աբովյան քաղաքից դեպի արևելք։ Ես անձամբ ոտքով քայլել եմ այդ սարերի մեջ եւ այնտեղ հազարավոր, տասնյակ հազարավոր տեսակ պատկերներ կան եւ այնտեղ ժայռապատկերներ կան, որոնք ցույց են տալիս, նկարագրում են
պատկերում են ամբողջ տիեզերքը։ Այո, այդպես մի փոքր ցույց կտամ ես։ Ես վերջ անգամ մենք մի նկար տեսանք եւ նկարեցինք, որտեղ բացահայտ բարձրորոշությամբ նկարված էր մի այլ մոլորակային մի էակ։ Այո, Հայաստանը ճանաչվում է որպես բաց աստղագիտարան։ Էջայրերի մեջ դեռ չեն ուսումնասիրվել մասնավորապես։ Վերջերս ամիլացիները գնացին ման քարահունջ եւ վերջապես ընդունեցին, որ այն 7.5 մոտ առապես 7.500 տարվա անություն ունի։ Այո, դրա մասին երկու բառ խոսենք, բայց քանի որ դա մեջ բերեցիր, ուրեմն քարահունջը, որ մենք հայերս կոչում ենք զորած քարեր, այսինքն ուժերների, զորավորների քարերը 7500 տարվա հնություն ունի։ Անգլիո Stonehenge 3500 թվականի բան ունի, հնություն ունի։ Այսինքն մեր Հայաստանի հիմա արդեն ասում են Armenian Stonehenge 4000 տարի ավելի հին է, քան թե Անգլիո քարահունջը։ Մյուս նկարը Այս նկարի մասին արդեն անցան անգամ խոսեցինք, մենք արագորեն ասում եմ, որ որպես մեկ ուրիշ պատմական փաստ ունենք այդ հին աշխարհի սանահին սեպագիր երաշտագիտական արձանագրությունը, բարերը վերևը գրված 4 տողերը, ցածը նոթաները։ Սա հայքի պատմությունն է, ուրեմն 1400 թվականից առաջ գրված։ Սա նորից ուրեմն բան չի, եթերական, երազային կավանդություն չի, սա պատմական փաստ է հայքի գոյության։ Մյուս նկարը